Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիլոսոֆիայական, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Պարոն Օրդուխանյան, ենթադրում եմ ծանոթ եք Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության այսպես բավական գեղարվեստական տեքստին, որը կապված էր նրա հետ, որ Հայաստանը իբր փորձում է հրաժարվել ռուսական ցորենից, դրա փոխարեն գնելով ուկրաինականը, բայց հաշվի առնելով, որ ուկրաինական ցորենը մոտավորապես 1.5 անգամ ավելի թանկ է, քան ռուսականը, այդ տարբերությունը առաջարկվել է, այսպես բիզնեսի լեզվով ասած, փակել Եվրամիությանը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս գեղարվեստական տեքստը ամփոփվել էր ահա այսպիսի համբույր Երևանից, ակնհայտորեն ակնարկելով Հուդայի համբույրը։ Հիմա ինչի մասին է այս ամեն ինչը։ Գիտեք, ինչն է հետաքրքիրը, որ ցորենի թեման այնքան թեժացրեցին, որ սարքել են գեոպոլիտիկայի մաս եւ սկզբում քննադատվում էր ղազախական ցորենը, այդպես տեղեկատվական դաշտում բացասական ֆոնով ներկայացնելով, որ ինչպես կարելի է ունենալ այլ ընտրանք ռուսական ցորենին եւ այլն, հիմա էլ արդեն ասպարեզ այդ այլ ընտրանքն պարզվում է անասնակեր է։ Այո, հայտնվում է ուկրաինականը, հետո գուցե այլ, բայց մի բան ակնհայտ է, որ այն պահից, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել թեկուզ իր բարենային նշանակության ձեռքբերումները, մենք տեսնում ենք դրան թե ներսում, թե դրսում շատ որոշակի հակադրություն, մեղադրանքների կամ դավաճանության, այսպես, պայմանական ասած քողի տակ քողարկված եւ ակնհայտ է, որ սա հակասում է այսպիսի մոտեցումը նախ ցանկացած ինքնիշխան պետության կողմից իր վարվող քաղաքականությունը եւ այլ ընտրանքները որոշելու սկզբունքին եւ հետեւաբար նաեւ ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքին է հակասում, որովհետեւ եթե պահպանված լիներ այն պլանային տնտեսությունը, որին գուցե որպես ժառանգություն կամ հուշ մնացել է այսօր Ռուսաստանում, այդ դիրքորոշումը ինչ որ չափով կարող է եւ Ռուսաստանում չի մնացել, բայց Բելարուսում մնաց։ Հա, եթե դրա համար ասացի պահպանված լիներ, բայց մենք տեսնում ենք, որ եթե գործականում չկա, այնուամենայնիվ հիշողության մեջ կարծես թե կա նախկին գերակայություն, այսօր արդեն հետ խորհրդային կամ նորանկախ հանրապետությունների կողմից վարվող հնարավորինս ինքնուրույն քաղաքականության նկատմամբ եւ սա այս տրամաբանության մեջ է զետեղված, թե ինչու արտաքին հետախուզության ծառայություն այդ ինչ կարևոր ստրատեգիական հարց է, որ զբաղվում է Հայաստանի ներկրումների դիվերսիֆիկացման հարցով եւ դրա հիման վրա պատրաստում են ինչ-որ ռեպորտաժներ, նորություններ, դավաճանության քողի ներքո եւ այլն, ցույց է տալիս մի բան, որ Հայաստանի ինքնուրույնացումը, Հայաստանի այլ ընտրանքների որոնումը եւ մասնավորապես նաեւ ապաշրջափակումը, որքան էլ որ արտաքուստ ցույց չտան, այնուամենայնիվ սա չի տեղավորվում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ընկալումներում Հարավային Կովկասում։ Եվ բնականաբար սա է խնդիրը, որ Ռուսաստանից այսպիսի արձագանք կա։ Հիմա տեսեք, բայց հիմա եթե բուն խնդրին առանձնանանք, տեսեք, Ղազախստանից ցորեն եկավ Ադրբեջանով երկաթգծով, Ռուսաստանից էլ եկավ Իմիջայլուց։ Այստեղ երկու ակնհայտ իրողության մասին պիտի խոսենք։ Առաջինը, որ Ադրբեջանը ըստ էության իր տարածքը տվեց տրանզիտի համար։ Այսինքն Հայաստանը 91 թվականից ի վեր առաջին անգամ հնարավորություն ստացավ Ադրբեջանի տարածքով ինչ որ մի բեռ ստանալ, էական չի ինչ։ Բայց երկրորդ խնդիրն էլ կա այստեղ, Ադրբեջանը այնուհանդերձ արեց առաջին քայլը, որովհետև մենք տեսեք, հա, մենք ասել ենք, որ պատրաստ ենք ճանապարհը բացել, բայց մենք ճանապարհը դեռ չենք բացել։ Իրենք դա արեցին։ Այդ առաջին քայլի տրամաբանությունը ո՞րն էր։ Առաջին քայլի տրամաբանությունը տեղավորվում է Եռակողմ հռչակագրում, Վաշինգտոնյան, այսպես ասենք, համաձայնություններում, որտեղ կար կետ, որ պետք է բացվեն կոմունիկացիաներ եւ սա այդ կոմունիկացիաներից մեկն է, այդ տրանզիտային տարանցման հնարավորությունը, որը Ադրբեջանը բացել է եւ սա ստեղծել է հնարավորություն տարածաշրջանը ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանում որոշակի ինքնուրույնության եւ սա խնդիր է հարուցում Ռուսաստանի
Դաշնության համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի բացելուն, Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է բացել, բայց քանի որ դեռևս պահպանվում է Թուրքիայի հետ փակ սահմանը, այսինքն այս սահմանը եթե փակ է, այդ տարածման հնարավորությունը գործնականում չի կարող արդյունավետ լինել եւ սա է խնդիրը, որ դեռևս այս քայլը չի կատարվել, այսինքն երբ Թուրքիայի սահմանը բացվի, բնականաբար մեր ճանապարհները տարանցման այդ հնարավորությունը ընձեռելու են փոխադարձաբար դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով դեպի Թուրքիա եւ այլ ուղղություններ։ Տեսեք, վերջին օրերին տեղի ունեցավ մի քանի իրադարձություն, որոնք շատ քչերն են իրար կապում։ Հիմա փորձենք հասկանալ այդտեղ կապ կա թե չկա։ Տեսեք, նախ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում հայտարարեց հերթական անգամ ցավոք սրտի հայտարարեց, որ 20 թվականի պատերազմը եւ դրանից հետո եղած իրադարձությունները սադրել է Հայաստանը, ըստ էության մեղավորը հայկական կողմն է։ Այս դեպքում Ադրբեջանը ոչ մի վատ բան չէր արել, մեկ էլ հանկարծ հարձակվեցին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական տարօրինակ իմ տեսանկյունից հայտարարություն տարածեց, որտեղ ի թիվս այլոց ասված էր, որ 23 թվականին ռուս խաղաղապահները ապահովեցին հայկական բնակչության անվտանգ ելքը Լեռնային Ղարաբաղից։ Եվ երրորդը Բայրամովը արտաքին գործերի նախարարը, պես էլի այդ նոյեմբերի 9-ին կամ 20 թվականի պատերազմին նվիրված ֆիլմում այսպես ենթադրություն արեց, որ Հայաստանը ամեն ինչ արեց, որպեսզի տապալի բանակցային գործընթացը, որովհետև Հայաստանում կա դեմոգրաֆիական խնդիր եւ ենթադրաբար Հայաստանը շահագրգռված էր, որ 120,000 ղարաբաղցի կան ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այս 3 թվում է թե իրար հետ կապ չունեցող իրադարձությունները կապ ունեն, թե ես այնպես պարանոիկ եմ։ Որ կապ ունեն եւ հիմա փորձեմ հիմնավորել։ Տեսեք, նախ մեղադրանքն ուղղված Հայաստանին առաջին անգամ չէ եւ եթե դա Ադրբեջանն է անում, օրինակ մեղադրում է Հայաստանին հրահարելու մեջ, ինչ որ չափով իր հարձակողական եւ ագրեսիվ քաղաքականության տեսանկյունից տրամաբանված է, բայց երբ Հայաստանից են նման հայտարարություններ հնչում, սա նմանվում է այն հայտարարությանը, երբ Ռուսաստանն էր հայտարարում, որ Ուկրաինան է հրահրել պատերազմ Ուկրաինայի դեմ, եւ այստեղ համեմատության տեսանկյունից բնականաբար պետք է հասկանալ, որ նաեւ արտաքին հետք կա։ Ես պատահական չեմ այս համեմատությունն անում, որովհետև այս մեղադրանքները հնչում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից, Հայաստանի նախկին նախագահաների շուրթերից, երբեմն նաև ռուսական տարբեր շրջանակներից։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների բնակչության, այսպես ասենք, դուրս գալու ապահովմանը, ես ուզում եմ հիշեցնել, որ ռուս խաղաղապահների գործառույթը ոչ թե ապահովելն էր Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունը խաղաղ ձևով, ինչպես այլ հակառակը իրենց բնորանում նրանց կյանքի իրավունքը պաշտպանելն էր եւ խաղաղ կյանք ապահովելն էր։ Հակոտնյա է այն թուղթը, որը ստորագրվել էր նոյեմբերի 9-ի, որին էլի հաճախ փորձում են հղումներ անել, որ դա պետք է վերականգնել, չնայած նույն նախագահի մասին է խոսքը երկրորդ, որ դա լավ փաստաթուղթ էր, բայց ուզում եմ հիշեցնել, որ իրենց կողմնակիցներն են, որ դա համարում են Հայաստանի կապիտուլյացիա։ Հիմա ստացվում է, որ Հայաստանի կապիտուլյացիան լավ փաստաթուղթ է եւ պետք է վերադառնալ այն փաստաթղթին, որով Հայաստանը պետք է կապիտուլացվի։ Իրենք պնդում են, ասում են օգոստոսի 8-ը ավելի վատ կապիտուլյացիա է, գոնե այնտեղ Լեռնային Ղարաբաղի մասին։ Կապիտուլյացիա լինում է կամ չի լինում վատ կամ լավ կապիտուլյացիա, սա էլ ուղղակի ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին, բնականաբար դա կապիտուլյացիա չէ, առանձին այդ մասին կխոսենք եւ վերադառնանք այդ կապին, որ Բայրամովն էլ նշում էր, որ այս հայերը ունեին դեմոգրաֆիական խնդիր եւ այլն, այսինքն տեսեք, եթե մենք այս երեքը զուգորդում եւ համեմատում ենք, տեսնում ենք, որ այստեղ շահերի համընկում կա։ Ադրբեջանին պետք էր, որ հայերը դուրս գային Արցախից, Լեռնային Ղարաբաղից, ռուսները հրաժարվում են ըստ էության իրենց այն գործառույթից, որ պետք է ապահովեին այդ տարածքում բնորանում բնակչության խաղաղ կյանքը եւ հակառակ իրենք էլ ապահովել են այդ դուրս գալը, մենք այստեղ համընկումը տեսանք եւ ստացվում է նաեւ այդ պատերազմի հրահրումն էր, որ հանգեցրեց խաղաղ բնակչության դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից։ Եթե մենք այս պրիզմայով ենք հարցը դիտարկում, պարզ է դառնում, որ այստեղ կան որոշակի համընկումներ եւ գուցե սա մեկ կենտրոնից
տարբեր նրբերանգներով, բայց պլանավորված խոսույթ է եւ համընկնումները այս պարագայում ակնհայտ են դառնում։ Ինչ վերաբերում է օգոստոսի փաստաթղթին, օգոստոսի փաստաթուղթը երբևէ օգոստոսի 8-ի փաստաթուղթը չի կարող համարվել կապիտուլյացիոն փաստաթուղթ, որովհետեւ ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, այս փաստաթղթում հստակ նշված է պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, միջազգային իրավական սկզբունքները, այս փաստաթղթում ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նշված է խաղաղություն հասկացությունը, խաղաղության ամրապնդումը եւ նշված են կոմունիկացիաների վերաբացումը, վերագործարկումը այդ իրավահավասարության սկզբունքի հիման վրա, իսկ ինչ վերաբերում է TRIP-ին, ճանապարհին, այստեղ չկա նշված ամերիկյան ուժերը կամ հատուկ ծառայությունները պետք է վերահսկեն այդ ճանապարհը, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության իրավազորության տակ է, ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի, որտեղ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը պետք է պատվիրակվեր ռուսական հատուկ ծառայություններին։ Օրինակ տեսեք, Սամվել Բաբայանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, այստեղ պնդում արեց, որ մենք ռազմավարական բաց թողում ունեցանք 20 թվականից հետո, որովհետև նույն Մեղրիի ճանապարհը, այնպես որ ինքը չդառնար TRIP, մենք պետք է սկսեինք ինքներս մեր ուժերով կառուցել կամ վերակառուցել, ինչպես ավելի հարմար է։ Մենք պիտի վերականգնեինք Թովուզ-այրում երկաթգիծը, որ հիմա նույնիսկ անգամ պարզ էր, որ մի օր այդ ճանապարհը բացվելու է, հա, որ հիմա էլի ստիպված չլինի բեռը գա Ադրբեջանով մտնի Վրաստան, հետո Վրաստանից էլի մտնի Հայաստան։ Այսինքն մենք այդ ամեն ինչը կարող էինք անել եւ կլինեինք շատ ավելի շահեկան վիճակում, որովհետեւ ըստ էության այդ մենք կասեինք եկեք մեր մոտ, ոչ թե ասենք Թրամփը կասեր, չգիտեք ինչ կա, մենք այնտեղ բան պիտի անենք։ Ռազմավարական տեսանկյունից մենք դա շատ ավելի վաղ պետք է անեինք, ոչ թե 20 թվականի պատերազմից հետո, այլ մինչև 20 թվականի պատերազմը, որը գուցե նաև կանխեր 20 թվականի պատերազմը, որտեղ եթե մենք նախորդիվ ունենայինք այդ կոմունիկացիոն հնարավորությունը Մեղրիում, ճանապարհների տարողունակության տեսանկյունից եւ այլն, բնականաբար արտաքին սուբյեկտները շահագրգռված էին լինելու օգտվել այդ ուղիներից, իսկ կոմունիկացիաները անվտանգության հավելյալ երաշխիք են, որովհետև այդ կոմունիկացիաներով անցնում են տարբեր խոշոր, այդ թվում պետությունների շահեր, մասնավորապես տնտեսական, եւ դա նաև կարող է կանխել պատերազմը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մինչ պատերազմը եւ նախորդ վարչակարգի կառավարման տարիներին էր, որ այդ հյուսիս-հարավի ֆինանսները ինչ որ ձևով անհետացան եւ դա հենց ռազմավարական խնդիր ստեղծեց Հայաստանի համար չունենալով այդ ճանապարհը հյուսիսը հարավին կապող, նաև գեներացնել բնականաբար ագրեսիա մյուս պետության կողմից, որովհետև չկա մի կոմունիկացիա, որով շահագրգիռ արտաքին սուբյեկտները համաձայն չեն լինի, որպեսզի այդ տարածաշրջանում տեղի ունենան պատերազմական գործողություն։ Այլ մեր ռազմավարական սխալները շատ ավելի վաղ են եղել, իսկ 20 թվականի պատերազմից հետո մեր վիճակն այնպիսին էր, որ մենք պետք է դիվանագիտական զսպմամբ կարողանայինք ապահովել այդ տարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սուվերենության պահպանումը, հիշում եք ինչեր էին տեղի ունենում, նույնիսկ կամեականորեն կարծես ռուսները այնտեղ ինչ որ ուղեփակոցներ էին դնում, տեղադրում եւ այլն։ Մեր խնդիրը այլ էր այդ ժամանակ ռազմավարական, թույլ չտալ դա անել եւ հակառակը միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել, որ այդ տարածքի ստրատեգիական կարևորությունը կպահպանվի, եթե դա մնա Հայաստանի Հանրապետության իրավազորության տակ եւ մեր տարածքային ամբողջականության մաս։ Ինչին մենք կարծում եմ դիվանագիտորեն կարողացանք հասնել, որովհետեւ հարևան Իրանը դեմ էր այդ միջանցքին, ինչի մասին երազում էին եւ գուցե երազում են նաեւ այսօր Ադրբեջանը, ինչու՞ չէ Թուրքիան, Ռուսաստանը, որտեղ ինքը պետք է վերահսկողությունն իրականացներ եւ բնականաբար մեր ստրատեգիական խնդիրները պատերազմից հետո այլ առաջնահերթություններ էին սահմանում մեզ համար։ Իսկ խոշոր ռազմավարության տեսանկյունից իհարկե ցանկացած ճանապարհ, որը մեր տարածքով է անցնում, պետք է լինի մեր իրավազորության տակ եւ մեր կարողություններով, որտեղ դա շատ ավելի կբարձրացնի մեր պետության արժեքը եւ միջազգային հարաբերություններում շատ ավելի ամուր խաղաթուղթ կլինի։ Հիմա տեսեք, օգոստոսի 8-ից հետո բավական կոշտ արձագանքեց Իրանը, ընդ որում այսպես կրոնական հատվածը, հետո դրանց հետո ոնց որ մեր բարեկամները հանգստացան,
չգիտեմ ինչ որ երաշխիքներ ստացան, ենթադրում եմ ամենելս այդպես հայտարարեցին, որ Հայաստանի Հանրապետությունը տվել է 4 կոշտ երաշխիքներ, որ որևէ գործողություն, որը ուղղված է լինելու Իրանի Իսլամական Հանրապետության շահերի դեմ, չի լինելու։ Հիմա, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ օգոստոսի 8-ի եռակող մրցակագիրը ուզենք, Ռուսաստանի համար վերածվել է պայմանական ասած լեգիտիմ թիրախի։ Եվ այդ թիրախին հարվածելու համար Ռուսաստանը հիմա սկսել է մոբիլիզացնել այստեղ նաև այն ռեսուրսը, որ ունի Հայաստանի Հանրապետության ներսում։ Ամենօրյա հակաքարոզչություն է գնում թրիփի հետ կապված, օգոստոսի 8-ը ստորադասելով նոյեմբերի 9-ին եւ այդ տենդենսը ես որքանով հասկանում եմ դեպի ընտրություններ քանի գնալու ինքան ավելի մեծանալու եւ ահագնանալու։ Հիմա ինչ պետք է անենք, որ այդ ընթացքը գոնե մի քիչ կասեցնենք լավ։ Կարծում եմ մեր 26 թվականի ընտրությունների գլխավոր մեսիջը մեր սուվերենության եւ միութենականության միջև ընտրության է պայմանավորված լինելու, որովհետեւ քննադատելով օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որտեղ կա Հայաստանի սուվերենություն, դա նշանակում է քննադատել Հայաստանի սուվերենությունը, քննադատել տարածքային ամբողջականություն եւ իրավազորությունը առնվազն այդ հատվածի մասով եւ թրիփի հետ կապված։ Եվ ակնհայտ է, որ ովքեր քննադատում են օգոստոսի 8-ը, գովերքում են նոյեմբերի 9-ը, ինչը ժամանակին կրկին հիշեցնեմ, անվանում են որպես Հայաստանի կապիտուլյացիա։ Հիմա լեգիտիմ հարց է առաջանում. արդյոք Հայաստանի կապիտուլյացիան նոյեմբերի 9-ով ընդունելի է այդ ուժերի համար, որոնք քննադատում են օգոստոսի 8-ը, որը Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ փաստաթուղթ է եւ դրա ճանաչման վերաբերյալ։ Եվ սա հիմքեր է ստեղծում ենթադրել, որ այս ուժերը իրենք ձգտելով վերականգնել նոյեմբերի 9-ը, քննադատել օգոստոսի 8-ը, արտաքին այն քաղաքական օրակարգն են հիմնականում սպասարկում, որը ձևավորվում է եւ համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին այս տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանի մասով։ Առհասարակ հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության շահերի համատեքստում է այս ամենը, որովհետեւ եթե այս կոմունիկացիան աշխատում է, դառնում է ուղիղ այլընտրանք Ռուսաստանի Դաշնության այն լծակներին, որով կարողանում է Ռուսաստանի Դաշնությունը այսօր ազդել իրենից դեպի արևելք, հարավ եւ արևմուտք ուղություններով։ Սա պատահական չէ, որ Միացյալ Նահանգներն է մուտք գործել այս տարածաշրջան այս ծրագրով, որովհետև Ռուսաստանի միջնորդությունը այս տարածաշրջանում եղել է կոնֆլիկտածին կամ կոնֆլիկտի կառավարման տեսանկյունից։ Միացյալ Նահանգների ռազմավարությունը ամբողջությամբ տարբերվում է։ Միացյալ Նահանգները կարողացավ մուտք գործել այս տարածաշրջան խաղաղության օրակարգով։ Եվ եթե Թրամփի ուղին եւ խաղաղությունը միևնույն փաստաթղթում են ձևակերպումներով, նոյեմբերի 9-ի փաստաթղթում կրկնում եմ չկա խաղաղություն բառ առհասարակ, բայց կա ռուսական ազդեցությունը պահպանելուն ուղղված այս տարածաշրջանում ռուս ուրեմն հատուկ ծառայությունների կողմից վերահսկողություն, իսկ այս պարագան ենթադրելի է, չէ, որ կոնֆլիկտի շարունակականությանն էր վերաբերելու։ Եվ երբ ինչպես իրենք էին նշում, ապահովեցին Արցախահայության դուրս բերումը խաղաղ իրենց ապահով դուրս բերումը, այո, իրենց բնորանից, սա կարծում եմ քայլ էր կոնֆլիկտը նորից հրահրելուն, որովհետև ամեն կերպ փորձեցին նորից կոնֆլիկտ հրահրել, հիշում եք Լաչինի միջանցքում ովքեր էին ռուս խաղաղապահները, չէ, իրենք պետք է ապահովեին այդ միջանցքի ազատ տեղաշարժը, բայց իրենց ներկայությամբ փակվեց, այսինքն իրենք էլ են մասնակցել այդ փակմանը, բլոկադա ստեղծեցին, որպեսզի նորից հասունանա կոնֆլիկտ, որպեսզի Հայաստանից նորից գնա օգնություն դեպի Արցախ եւ դա դիտվի որպես կրկին ագրեսիա Հայաստանի կողմից եւ հրահրում պատերազմի եւ իրենք հասնեն այդ 9-րդ կետին։ Բայց մեր մոտեցումը եղավ այլ, մենք չգնացինք նույն ճանապարհով, կուլ չտվեցինք նույն խայծը, Հայաստանի մասին է խոսքը, փորձեցին օգտագործել դիվանագիտական լծակներ, բայց դա չաշխատեց, որովհետև գիտեք ինչու չաշխատեց։ Հարց պետք է առաջանա, ինչու պատերազմի դադարից հետո միայն ռուս խաղաղապահներ եկան, չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ եռանախագահությունը 3 երկիր ուներ։ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, բայց միայն ռուսները մտան։ Եվ այստեղ արդեն այդ պարիցետը խախտվեց։
Եվ սա ցույց տվեց, որ ռուսները միակողմանիորեն են ուզում այս տարածաշրջանում այս կոնֆլիկտի վրա պահպանել իրենց կառավարման լծակները։ Եվ բնականաբար սա հանգեցրեց այն իրողությանը, որը մենք ունենք այսօր։ Չկա նաև Մինսկի խումբը լուծարված է, որտեղ իրենք են խախտել այդ ձևաչափը առաջինը, այսինքն հավասարության սկզբունքը, եւ բնականաբար արդեն մնում է տարբեր ուղղակներով դելեգիտիմացնել այն process-ները, որոնք հաջորդում են ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այլ նաև տրամաբանությանը։ Պարոն Օրդուխանյան, դուք եք են տեսակետի կիսում, որ 23 թվականին սկսած շրջափակումը Արցախայության սովի մատնելը ըստ էության ճնշում էր Հայաստանի վրա միջանցքի դիմաց, այսպես պարտիա խաղարկելու նպատակով։ Ակնհայտ է, որովհետև այդ օրերին ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հասարակությունում էլ փորձագիտական դաշտում էլ մարդիկ կային, որ այդ թեզն էին առաջ տանում։ Միջանցքը բացելու դիմաց պետք է տանք ուրեմն այդ ճանապարհը ռուսական վերահսկողությանը, որպեսզի Արցախահայությունը կրկին, այսինքն դա շանտաժ էր, փակել, ինչպես ասում են, բոլոր հնարավորությունները բնակչությանը մատնել սովի եւ դրանով ճնշել, որպեսզի Հայաստանը օր առաջ արագ կատարի 9-րդ կետը, որը այդ փաստաթղթի վերջին կետն է, նոյեմբերի 9-ի այդ հայտարարության վերջին կետն է, այսինքն իրենք նախորդ 8 կետերը խախտելով ուզում էին արագ հասնել վերջին կետին։ Եվ նպատակակետը հենց դա էր այդ ամբողջ փաստաթղթի, որ նախորդ բոլոր կետերը խախտենք եւ դրանով ճնշում գործադրենք Հայաստանի վրա, որպեսզի վերջին կետը ի կատարածվի, բայց այդ ամենը տեղի չունեցավ, դժգոհություններ շատ կային, բայց երբևէ եւ ես եղել եմ այն մարդկանց շարքում, ով միշտ պնդել է, որ մենք իրավունք չունենք ճանաչված պետության սուվերեն տարածքը փոխանակել վերացական գաղափարի հետ, նույնիսկ եթե դա շատ ազնիվ է այս պարագայում, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ աշխարհը այդ տարածքը ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության սուվերեն մաս, ցավոք սրտի Արցախը երբևէ չի ճանաչել որպես անկախ պետություն, հետևաբար այն ինչը լեգիտիմ է միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք իրավունք չունենք փոխանակել միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված այլ բանի հետ։ Իհարկե դրա գինը շատ թանկ էր, բայց Հայաստանի Հանրապետությունը տեղահանված արցախցիների համար հնարավորինս սոցիալական պայմաններ ստեղծում է, տարբեր ծրագրեր է իրականացնում, հիմա ամեն բան կախված չէր մեր կամքից, բայց ակնհայտ է, որ մենք էլ չենք կարող մեր պետությունը զոհաբերել հանուն նման մոտեցումների, որի հեռանկարը չէր կարող այդպես ամբողջականորեն մեզ համար ընդունելի լինել, այսինքն զոհաբերել Հայաստանը հանուն այլ բանի, որը ճանաչված չէ։ Եվ այստեղ շատ պրագմատիկ կարծում եմ որոշում է կայացվել քաղաքական տեսանկյունից։ Քանի որ ընթացքում խոսք գնաց նաև գալիք ընտրությունների մասին, դուք կիսում եք իշխանության այն թեզը, համաձայն որի 26 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրություն են կատարել ըստ էության խաղաղության եւ պատերազմի միջև։ Երկու խոսույթ կա այսօր՝ խաղաղության եւ պատերազմի։ Խաղաղության խոսույթը շատ ավելի ամրապնդվեց օգոստոսի 8-ի ստորագրված համաձայնություններից հետո, բայց սա նաև ավելի շատ բորբոքեց պատերազմի խոսույթը, որովհետև հակառակ կողմը իր ողջ քաղաքականությունը կառուցել է այդ խոսույթի վրա, որ կրկին պատերազմ է լինելու, վաղը պատերազմ է լինելու, մենք պետք է խուսափենք պատերազմից։ Բնականաբար այդ բոլոր նախատեսումները խախտվեցին խաղաղության խոսույթով եւ սրանք մրցակցային խոսույթներ են լինելու վստահաբար 2026 թվականի իշխանությունը գնալու է ընտրություններին եւ ոչ միայն իշխանությունը, նաեւ այն ուժերը արտախորհրդարանական, որոնք կողմնակից են խաղաղության, գնալու են խաղաղության խոսույթով, իսկ ընդդիմությունը խորհրդարանական փորձելու այդ խաղաղության խոսույթը կասկածի տակ առնելով նորից ստեղծել պատերազմի ռիսկայնության խոսույթը, նշելով, որ խաղաղությունը հանգեցնելու է պատերազմի։ Այսինքն այսպիսի խաղաղությունը։ Հա, այսպիսի խաղաղություն։ Հիմա տեսեք, նույն ընդդիմությանը երբ ես հարցում եմ, ասում են լավ, ինչ ենք անելու։ Օգոստոսի 8-ի ենթադրենք, եկաք վաղը իշխանության։ Օգոստոսի 8-ի երակոմ հռչակագիրը չեղարկելու եք, ասում են չէ։ Խնդիր եք բարձրացնելու Արցախայության վերադարձի, ասում են դե կմտածենք այդ ժամանակ արդեն։ Ես իհարկե լավ չեմ կարողանում հասկանալ, բայց ես միայն մի բան եմ կարողանում տեսնել, որ գոնե
Այն քաղաքական ուժերից, որոնք հիմա առաջին պլանում են դաշտում, նրանցից միայն մեկն է իրականում պատրաստվում ընտրությունների։ Իմ մոտ ես լավ չեմ տեսնում, թե ակնոցներս լավը չեն։ Գիտեք, քանի որ իրողությունները փոխվել են, այսինքն պատերազմի խոսույթը եւ այսօրվա տեղի ունեցող իրողությունները չեն համընկնում իրար հետ։ Եվ այսօր խաղաղությունը թեկուզ պայմանական, հարաբերական, խաղաղությունը միշտ է հարաբերական։ Եվ պատահական չէ, որ վարշապետը նշում է, որ այդ խաղաղությունը պետք է խնամք է պահանջում։ Մենք պետք է ամեն օր աշխատենք, որ այդ խաղաղությունը պահպանվի, ամրապնդվի եւ այլն։ Իրենց համար բարդ է գտնել հիմնավորումներ, փաստարկներ, որ այդ խաղաղությունը խաթարվելու է, եւ բնականաբար մնում է հակադրվելով այդ խոսույթին արդեն արհեստական այսպես պատճառաբանություններ գեներացնել, հնարավորինս ավելի շատ, եթե երկարատև է դառնում process-ը, իրենց փաստարկները մի փոքր կարող են ավելի շատանալ, ասեն տեսեք ստորագրեցիք, բայց ուր է trip-ը, ուր են ներդրումները, ինչու է ամենը տեղի չի ունենում եւ այլն, եւ Ադրբեջանը չի ստորագրում վերջնական խաղաղության փաստաթուղթը եւ այլն եւ այլն, իրենք այս թեզերն են առաջ տանելու, կարծում եմ, իսկ գետնի վրա իրողությունները այլ են, որովհետեւ մենք մի քանի կարևոր խնդիր ենք կարողացել լուծել Հայաստանի համար, այնուամենայնիվ անվտանգության որոշակի շեմ ենք կարողացել բարձրացնել, ներգրավելով նաև միջազգային հանրության ուշադրություն եւ շահերը այս տարածաշրջանում, իսկ թրիփը կամ այս հռչակագրերը, որոնք ինչ որ չափով նաև կասկած գուցե մտավախություն հարուցեցին Իրանի մոտ, մենք կարողացանք փաստարկներով այդ ամենը չեզոքացնել, կարծում եմ, որ մտահոգությունները Իրանի մոտ առաջացան այն պահից հետո, այսինքն նախորդիվ այդ պատերազմական գործողություններն էին եւ դրանից հետո արագ այս փաստաթուղթը եւ վստահ եմ նաեւ կողքից ուրիշներն են ասել սա ձեր դեմ է, բայց ի տարբերություն նոյեմբերի 9-ի, որտեղ երրորդ պետության ուժեր էին լինելու, այս փաստաթղթով նման բան առհասարակ գոյություն չունի։ Ընդդիմության համար դժվար է լինելու լեգիտիմ խոսույթ գեներացնել եւ իրենց մնալու է իշխանության խոսույթի քննադատությունը որպես իրենց խոսույթի հիմնավորում ներկայացնել։ Շատ լավ, բայց այդ դեպքում այսպես փորձելով ամփոփել, տեսեք, մի անգամ փորձագետներից Արեգը Քոչինյանը այստեղ հետաքրքիր միտք ասեց, Ադրբեջանը ունի կամ նախապատրաստում է 3 հնարավոր սցենարի. պատերազմ, ոչ խաղաղություն, ինչ որ ունենք մենք հիմա, եւ պատերազմ։ Մեր խնդիրներից մեկը ըստ պարոն Քոչինյանի նաև այն էր, որ մենք այդ 3 սցենարներից գոնե առնվազն մեկին պատրաստ չենք պատրաստվում դրան։ Տեսեք, սցենարներ բազմաթիվ կարող են լինել։ Ակնհայտ է կամ պատերազմ կամ խաղաղություն, սա, այսպես ասենք, շատ պարզ իրողություն է։ Եթե կա պատերազմ, չկա խաղաղություն, եթե կա խաղաղություն, չի նշանակում, որ ալիարժեքորեն բացառվում է պատերազմի հավանականությունը, բայց մենք պետք է մեր կարողությունները բարձրացնենք հնարավորինս։ Եթե մենք ասում ենք պատերազմ չի լինելու եւ ոչինչ չենք անում, պատերազմը դրանով ավելի մոտենում է։ Եթե մենք ասում ենք պատերազմ չի լինելու, բայց ամեն օր ինչ-որ բան ենք անում, որ պատերազմ չլինի, մենք այդ պատերազմի հավանականությունը շատ ավելի հեռացնում ենք եւ այս տրամաբանությամբ պետք է աշխատենք, այսինքն ոչինչ կատեգորիկ չէ, որևէ տարածաշրջանում կատեգորիկ չէ, մասնավորապես այս տարածաշրջանում, որտեղ շատ բախումնային շահեր կան եւ այնպես չէ, որ Ադրբեջանը ինքը ուզում է այսպիսի խաղաղություն, բայց Ադրբեջանը չի կարող միայն պարտադրել իր պատկերացրած խաղաղությունը այս տարածաշրջանում, որովհետեւ արդեն այս տարածաշրջանում շատ ավելի շահեր են ներգրավել եւ հետեւաբար մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել ռիսկերը, ունենալով նաեւ այն այսպես ասենք տեսակետը, որ պատերազմ ցանկացած բայել կարող է լինել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։